դեպքերի զարգացումները, ուսումնասիրությունները մեզ բերում են ավելի խորքային եզրակացությունների, թե ինչ ընթացք է որդեգրել կաթողիկոսը։ Տեսեք, պարզվում է, որ հայոց եկեղեցու, Հայաստանյան Առաքելական եկեղեցու դավանական ինքնությունը կասկածի տակ է դնում։ Հիմա ասեմ ինչպես։ Հայ եկեղեցու պաշտոնական անվանումն է Հայաստանյան Առաքելական եկեղեցի։ Պարզվում է, որ կաթողիկոսը 18 թվականին հայ եկեղեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի կանոնադրությունը գրանցել է իբրև հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Այսինքն մենք հազարամյակներով պայքարել ենք, որպեսզի չձուլվենք, չընդունենք քաղկեդոնական դավանանքը։ Մենք հարգում ենք բոլոր եկեղեցիներին եւ ուղղափառ եւ կաթոլիկ, սակայն մենք մեր ինքնության համար պայքարել ենք հազարամյակներով։ Ուրեմն այդ խնդիրը մեր առջև եղել է 6-րդ դարի սկզբից, 5-ի վերջ, 6-ի սկզբից մինչև Բյուզանդիայի անկումը միշտ փորձեր են եղել հայ եկեղեցին դարձնելու օրթոդոքս ուղղափառ դավանության։ Բյուզանդիայի անկումից հետո այդ խնդիրը ծագել է ավելի ուշ շրջանում, միտումներ են եղել հայ եկեղեցին նորից դարձնելու ուղղափառ, սակայն մենք ամեն գնով, ինչպես դարեր շարունակ, պահպանել ենք մեր դավանական ինքնությունը, իսկ կաթողիկոսը մի գրչի հարվածով որոշել է հայ եկեղեցու պաշտոնական անվանումը փոխել։ Հիմա ես սա համարեմ պատահականություն, այն դեպքում եւ 1953 թվականին կա Գևորգ 6-րդ կաթողիկոսի պաշտոնական շրջաբերականը, որը վերաբերում է Տիրան arczepiskopos Ներսոյանի կողմից Հյուսիսային Ամերիկայի հայոց արևելյան թեմի առաջնորդի կողմից օրթոդոքս մագդիրի կիրառմանը հայ եկեղեցու պաշտոնական անվանման մեջ։ Տեսեք, ինչ է ասում շրջաբերականը կաթողիկոսի։ Հյուսիսային Ամերիկայի հայոց արևելյան թեմի նախկին առաջնորդ գերաշնորհ Տիրան arczepiskopos Ներսոյանը հրահանգել է թեմի եկեղեցիներին հայ եկեղեցու պատմական տիտղոսի վրա հավելուլ օրթոդոքս մագդիրը, որի դեմ բազմաթիվ բողոքներ են ստացել։ Օրթոդոքս մագդիրը հույն եւ ռուս եկեղեցիների եւ վերջինիս ավտոկեֆալ ինքնանկախ ճյուղերի արտահայտիչ մագդիրն է։ Այսու հայտարարում ենք հայ եկեղեցու աթոռակալներին, առաջնորդներին եւ հայ ժողովրդին, որ հայ եկեղեցու պաշտոնական անունը կամ տիտղոսն է Հայաստանյան Առաքելական եկեղեցի, որ եւ պատմական է եւ դարերի գործածությամբ սրբագործված հայ եկեղեցու եւ ժողովրդի կողմից եւ ոչ ոք իրավատերը հիշյալ պատմական տիտղոսի վրա հավելում կամ հապավում կատարել։ Հայ եկեղեցու օրենսդիր մարմինը ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարված ազգային եկեղեցական ժողովն է, որի որոշումները միայն օրենք են, երբ նոքա հայտարարվում են ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով, մինչև կոնդակով չհայտարարվի ազգային եկեղեցական ժողովի որոշումը, ապա որևէ մեկ իրավունք չունի այդ որևէ հավելում անելու հայ եկեղեցու պատմական պաշտոնական տիտղոսի վրա։ Ես կարող եմ ձեզ տրամադրել այդ կանոնադրությունը, որտեղ նշված է հստակ, որ հայ առաքելական որտեղ նշված է հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Այսինքն մենք հազարամյակներով պայքարել ենք
որպեսզի մեր ինքնությունը դավանական անաղարտ պահենք, մի գրչի հարվածով որոշել է, որ մենք պիտի դառնանք ուղղափառ, հա, էլ եմ ասում, հարգում ենք բոլորին, բայց ինչ իրավունքով։ Ով է այդ իրավունքը տվել։ Հետևաբար նրանք բոլորը, ովքեր պաշտպանում են այսօր կաթողիկոսին, թող մտածեն, ինչ իրավունքով է այս խախտումը արվել եւ արդյոք հարց են բարձրացնում միայն Ռուսաստանի թեմի կանոնադրության մեջ այս փոփոխությունը, այս ապօրինի փոփոխությունը արված, թե կան էլի կանոնադրություններ վերջի շրջանում իր կողմից հաստատված, որտեղ հայ եկեղեցու պաշտոնական անվանումը զեղծված է։ Ուրեմն սա բավարար է, որ կաթողիկոսը կարգալույց հռչակվի։ Թող այդ մասին մտածի կաթողիկոսը։ Ինչ իրավունքով է հայ եկեղեցին շեղել իր պատմական դավանական ուղուց։ Ով է տվել նրան այդ իրավունքը պաշտոնական անվանման մեջ հավելում կատարելու։ Վերջի շրջանում են բացահայտել։ Եվ սրա մասին պիտի բոլորը իմանան։ Վստահաբար իմացել են մարդիկ իր կնիքով, դիվանատան կնիքով եւ իր ստորագրությամբ։ Գնալ այսպիսի ուրացության եւ հայ եկեղեցու պաշտոնական անվանման մեջ անել հավելում ու նաեւ որոշ հոգեվորականների միջոցով խոսույթ գեներացնել, թեզ գեներացնել, որ խնդիր չի ուղղափառ եզրույթը հայ եկեղեցու վերաբերյալ կիրառելը, որովհետև տեսանք, որ կան նաև վիդեոներ 2 տարի առաջ ծայրագույն վարդապետ Բաղումյանը, Զաքարիա Բաղումյանը մի այսպես տեսանյութ ունի, որքան հիշում եմ, արդարացնում է, որ հայ եկեղեցին կարելի է կոչել նաև ուղղափառ։ Կա կաթողիկոսական շրջաբերական, ինչի տեղյակ չեք, եթե հայ եկեղեցու կյանքով ապրող մարդիկ եք, ինչի տեղյակ, այս ինչ եք արել, ով է պատասխանը տալու սրա։ Սա դավաճանություն է, ուրացում է նշանակում։ Տեսեք, երբ որ 12-րդ դարում հայ-բյուզանդական հարաբերությունները ուսումնասիրում ենք, տեսնում ենք հատկապես այդ շրջանում Ներսես Շնորհալի, ապա իրենց առաջ իր եղբոր Գրիգոր կաթողիկոսի ժամանակ բանակցություններ են վարվում, որ հայ եկեղեցին եւ բյուզանդական ուղղափառ եկեղեցին այսպես միաբանվեն, բայց նրանք ունեն պայմաններից մեկը այն է, որ կաթողիկոսը պիտի նշանակվեր կայսրի կողմից բյուզանդական, այսինքն մենք լրիվ զրկվում ենք մեր անկախությունից, եկեղեցին զրկվում էր, եթե մենք ընդունում ենք Քաղկեդոնի ժողովը, ոչ միայն դավանաբանական մեկնաբանության հարց կար ժողովի հետ կապված, այլև մենք կորցնելու ենք մեր անկախությունը եւ հայ ժողովուրդը ձուլվելու էր վերջնականապես հավատքի միջոցով, հավատքը օգտագործել որպես գործիք հայ ժողովրդին ձուլելու համար, հասկանում եք, երբ որ հազարամյակներով մենք պայքարել ենք անաղարտ պահելու համար մեր հավատքը, որովհետև հասկացել ենք դա ոչ միայն մեր եկեղեցու անկախությանն է վերաբերում, այլև մեր պետականությանն է վերաբերում, որովհետև եթե մենք մեր հավատքը անաղարտ չպահենք, մենք շուտ ենք ձուլվել։ Անաղարտ նկատի ունեմ մենք չմնայինք մեր պատմական դիրքում, մենք շուտ ենք ձուլվել ընդունելով ուղղափառություն կամ կաթոլիկություն։ Մենք գիտենք, որ բյուզանդիայում հսկայական թվով հայկական բնակչություն է եղել եւ զուլվել է ինչի համար, որովհետեւ եղել է ուղղափառ եկեղեցու հետևորդ, ել եմ ասում, մեր հարգանքը բոլորի հանդեպ, բայց մենք մեր ինքնությունը պահելու խնդիր ունենք։ Քանի որ սա մեր պետականությանը, մեր անմիջականորեն մեր ինքնիշխանությանը առնչվող խնդիր է, հայ եկեղեցու ազատագրումը, հետևաբար պիտի ասեմ, պիտի հայտարարեմ, որ պետական իշխանությունները իրավունք չունեն անտարբեր դիրք գրավելու խնդրի առնչությամբ, որովհետև մեր բազմադարյա կառույցը դարձել է այսօր օտար ուժերի կամ քաղաքական խաղացողների ձեռքին խաղալիք։ Հետևաբար հայ պետականության
առանցքն է կարող եմ ասել, առանցքային մասերից մեկն է հայ եկեղեցին, հայ պետականության միջնաբերդն է, հետևաբար պետական իշխանությունները պարտավոր են հասկանալ ում է ձեռք տալիս հայ եկեղեցու ուղղափառացումը, հայ եկեղեցու նսեմացումը, կազմաքանդումը, որ մեկը ասեմ, ում է ձեռք տալիս։ Այսինքն մենք չենք ուզում հայ եկեղեցին ուղղափառ դարձնել, նշանակում է դեմ գնալ հայ պետականությանը, որովհետև դարերի ընթացքում հայ եկեղեցին է հայ ժողովրդին պահել հայ։ Ինչ ենք անում։ Դե եթե Հայաստանը ուզում ենք մարզ դարձնենք, բնական է, որ հայ եկեղեցին ուղղափառ կդարձնենք։ Հա, կապ կա այստեղ, հարց եմ տալիս։ Հանցագործեն։ Այն կլանը, ով այսօր կառավարում է հայ եկեղեցին, հանցագործների կլան են։ Սրանք պիտի կարգալույց հռչակվեն, պիտի բանադրվեն անգամ սրանք։ Բանադրվեն, կարգալույց հռչակվեն եւ հայտարարվեն պետական դավաճաններ։ Հիմա ես վստահ չեմ, մենակ Ռուսաստանի թեմի կանոնադրությունն է, կանոնադրության մեջ է այս հավելումը, այս զեղծարարությունը արված, այս հակականոնական քայլը արված, վստահ չեմ։ Կարող է պարզվի, որ վաղը կարող է պարզվի, որ այսպիսի այլ կանոնադրություններ էլ կան, որտեղ մեր դավանական ինքնությունը աղավաղված է։ Խոսքը մեր դավանական ինքնության մասին է։ Էլ եմ ասում, այն մարդիկ, ովքեր մասնակից են, իմացել են այս ամեն ինչի մասին ու լռել են, բոլոր նրանք պիտի պատասխան տան։ Իսկ անողները պիտի կարգալույց հռչակվեն։ Ես այս մասին իմացել եմ միայն վերջերս։ Քանիցս ինձ ուղարկել են վիդեոներ, որ որոշ եկեղեցիների ցուցատախտակի վրա գրված է Ռուսաստանի, որոշ եկեղեցիների ցուցատախտակի վրա գրված է, որ գրված է հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Ես չեմ մտածել, որ դա այսպես որդեգրված մոտեցում է, ես մտածել եմ, որ գուցե կառուցել են եւ բարերարի միտքն է եղել այդպես գրել, բայց երբ որ ես տեսա թե թեմի կանոնադրության մեջ ինչպես է ձևակերպված հայ եկեղեցու պաշտոնական անվանումը, ես ուղղակի սարսափ ապրեցի, թե ոնց կարող էին գնալ նման դավաճանության, ուրացության, սա ուրացություն է, ուրացությունը մեր հայրերի պայքարի առջև։ Ուրեմն երբ որ եկեղեցու Հայաստանի Առաքելական եկեղեցու պաշտոնական անվանումին հավելում են ուղղափառ եզրույթը, դա անմիջականորեն ազդում է մեր դավանական պատկանելության, պատմականորեն սրբագործված դավանական պատկանելության վրա։ Այսինքն դրանով մեզ դասում են բյուզանդական եկեղեցիների շարքը։ Բյուզանդական եկեղեցի նկատի ունեմ օրթոդոքս կամ պրավոսլավ նույնն են, նույն բառն է, ուղղափառ, հասկանում եք, պաշտոնական անվանումին իրավունք չունես։ Հայ եկեղեցին պատկանում է հին արևելյան եկեղեցիների ընտանիքին, 5 եկեղեցի են այդ ընտանիքում։ Ուղղափառ, օրթոդոքս կամ պրավոսլավ եզրույթը հատուկ է բյուզանդական եկեղեցիների ընտանիքին, հույն, ռուս, բուլղար, ռումին, նրանք են օրթոդոքս, իրավունք չունես։ Մենք հազարամյակներով հայտնի ենք եղել իբրև Հայաստանի Առաքելական եկեղեցի։ Վերջը կան բազում կաթոլիկոսական նամակներ, կոնդակներ, վերջը նայեք վերջի շրջանի կաթոլիկոսների կոնդակներին, Վազգեն կաթոլիկոս Գարեգին առաջին, ինչպես են կանոնադրության մեջ պաշտոնական անվանումին հավելում այս եզրույթը, ինչ իրավունքով, ու որ ժողով, որ ազգային եկեղեցական ժողովով է այս որոշումը կայացվել։ Այսինքն ես չհամարեմ սա քաղաքականություն, մանավանդ, երբ որ մի ծայրագուն վարդապետի ասվում է, որ այս թեմայով խոսի։ Ոնց բացատրենք։ Եթե դա ճիշտ էր, ինչի մեր հայրերը չէին օգտագործում այդ եզրույթը։
ուղղափառության մասին խոսել են իրենց դավանական թղթերում, աշխատություններում, բայց եկեղեցու պաշտոնական անվանումի մեջ չեն օգտագործել այդ եզրույթը, որովհետև դա մեզ կնույնացներ բյուզանդական դավանանքի հետ, օրթոդոքս կամ պրավոստավ։ Ես կարծում եմ, սա առիթ պիտի լինի, որպեսզի ուսումնասիրություն անեն ու հասկանան, թե էլ որ թեմերի կանոնադրությունների մեջ կան այսպիսի փոփոխություններ ու հավելումներ, ու թող բերեն արձանագրությունները այն ժողովի, որով որոշվել է նման հավելում անելու, ու թող բացատրեն ինչի են անտեսել Գևորգ 6-րդի դեկտեմբեր 10 1953 թվականին հրապարակած պաշտոնական շրջաբերականը, ինչ հիմքով են անտեսել շրջաբերականը։ Ամեն ինչը այս դեպքում, այս իրավիճակում եւ վերահսկողն է կաթողիկոսը եւ անողն է, ամեն ինչ ինքն է։